Արցախցի ընտանիքները գրանցվում են եւ սկզբում 1 տարի ժամկետով կարծես թե փախստականի կարգավիճակով հնարավորություն է տրվում ապրել Հունգարիայում, այն Հունգարիայում, որտեղ մեր սպային կացնահարեցին եւ այնուհետեւ հերոսի կոչում ստացավ սպանողը եւ ես կարծում եմ որ սա պատահականություն չէ միանշանակ, այս առումով շատ մեկնողներ կան, ցավով եմ դա արձանագրում, որովհետև երբ խոսում եմ այդ ընտանիքների հետ, ինչպես կարելի է ընդունել այդ առաջարկը ու գնալ, ինչքան էլ ծանր լինի այստեղ պայմանները, մարդիկ փաստում են, որ թե հոգեպես, թե ֆիզիկապես, որևէ կերպ այլևս չեն կարողանում ու ուժ չի մնացել իրենց մեջ եւ դա է պատճառը, որ իրենք լքում են նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Շատ են գնում Ռուսաստանի Դաշնություն։ Դա այսպես անկառավարելի մի հատ արտահոսք կա դեպի Ռուսաստան։ Դա էլ պայմանավորված է նրանով, որ այնտեղ ամեն դեպքում հայ համայնքը ավելի մեծ է եւ աշխատանք գտնելու, արագ սոցիալական վիճակը կարգավորելու հնարավորությունը կա, բայց ուրախություն մեծ նաեւ թեկուզ քիչ, բայց կան վերադարձողներ եւ երբ խոսում եմ, փաստում են, որ այո, որովե սոցիալական խնդիր չունեն, լուծվել էր եւ աշխատանքի հարցը, եւ բնակարանի, եւ ապրելու իրավունքը ունեն, հետագայում նաեւ կար հնարավորություն Ռուսաստանի քաղաքացի դառնալու, բայց այդ կարոտը հայի հետ, հայի կողքին ապրելու կարոտը ուղղակի խեղդում էր եւ վերադարձել են։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։